Ողջույն, մեր չորրորդիներն ենք, տեխնոլոգիայի մոդուլ Խոհանոց դասին։ Սիրելի չորրորդիներ, այսօր խոհանոց դասին մենք որ թեման ենք շոշափելու։ Բուսական խոհանոցի մասին։ Այո։ Հայկ, բուսական խոհանոցը ինչով է առանձնանում։ Բուսակերները Չեն օգտագործում։ մահացած կենդանիների մսի օգտագործում։ Այո, միսը, չէ, չեն օգտագործում մահացած կենդանիների միս։ Մարի ջան, միսը սպիտակուց է։ Եթե բուսակերները միս չեն օգտագործում, ապա ինչպես են կամ ինչով են ապահովում իրենց սննդային արժեքը։ Լոբազգիներով։ Իսկ լոբազգիների մեջ ինչ է մտնում։ Ոսպ, Լոբի։ Ահա, Հայկ, էլ ինչ է մտնում լոբազգիների մեջ։ կակաո, Բակլա, կակաոյի հատիկներ, էլ ինչ է մտնում։ սիսեր, Սիսեր, ոսպ, չէ։ Այո, այսինքն հատիկեղեն են, չէ, օգտագործում երեխաներ, եւ հատիկեղենի օգտագործմամբ նրանք բավարարում են սննդային արժեքով իրենց օրգանիզմը, չէ։ Լոբազգիները եւս իրենց մեջ պարունակում են սպիտակուց։ Տղաներ, էլ ինչ են օգտագործում բուսակերները։ մերքեր, Մրգերից նաև չրեր, չէ, երեխաներ, նաև թթու դրած բանջարեղեններ են օգտագործում, չէ, թթվեցրած, մի փոքր աղ դրած, թթվեցրած բանջարեղեններ։ Բուսակերները նաև օգտագործում են ընկույզներ և սերմեր։ Այո։ Երեխաներ սերմերից ինչ գիտենք։ Արևոծողի, քնջութի սերմ, Այո։ կտավատայի սերմեր, Այո, կակաոյի հատիկներ, չիայի սերմ և դդմի սերմ։ այո։ Երեխաներ բուսակերներն օգտագործում են նաև բուսական յուղեր։ Կխնդրեմ, որ ինձ ասեք, ինչ բուսական յուղեր գիտեք։ Արևոծողի, ստապոտվի, եգիպտացորենի, գետնանուշի, նուշի, սոյայի և կակաոյի Յուղ։ Ապրեք։